Վերսուս Ղազարյան նախագծով նրանց մեծ մասին մշակել են, ինձ թվում է այդ ոգևորությունը կարծում եմ այդ մշակման արդյունք։ Ինքը կլենտեն են, ես դեմ այդ բացեց ես դեմ այդ ներքին խմբակցություններ ունեմ, չէ՞, ՔՊ-ի ներսում։ Բա որ եկել է այստեղ չի ինձ ընդունելության չեն արժանացրել, ես բոլոր դեպքերով հաղորդում եմ, չէ՞, տվի հանցագործության մասին։ Մինչև Վճռաբեկ դատարան գիտեք քանի շահած դատուն է, վարույթներ ասկսել։ Իսկ ինչու էր պայմանավորված այդ բուրըն ծափարությունը այդպես։ Այդ եմ ասում, էլի Ղազարյան versus Ղազարյան նախագծի իմ կլիենտներն են։ Որ ասում եք ներսում խմբակցություն ունեմ ՔՊ-ի ովքեր են ձեր։ Այդ այն բոլոր են падգամավորները, ովքեր ինձ խտրականության ենթադրել հանցանքի կատարելով ընդունելության չեն արժանացրել եւ նախաձեռնվել է վարույթ իմ նկատմամբ այդ վերաբերմունքի համար եւ պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Դիսի գործերը հիմա բազում են։ Ես այդ ցուցակ կներկայացնեմ։ Արթուր Հովհաննիսյանի վրա վարույթ կա դատանի օրինական վճիռի չկատարելու մասով Արթուր Հովհաննիսյան եւ Ռուստամ Բաքոյան։ Այդ MIP-ի որ Ռուբինյանը ասում է, ինքը ոնց որ հիշում։ Ջայլ տղա, բայց չգիտեմ ինչի հիշողություն լավ չի։ Թագուհի Թովմասյանին պաշտոնից հեռացրել են MIP-ի հանձնաժողովի նիստից հետո այդ միջադեպից հետո այդ է ու այդ ժամանակ հələ Հովիկ Աղազարյանը ԿՊ խմբակցությունից էր այդ նիստի ժամանակ ասած որ իրանք հարց են բարձրացնելու Թագուհի Թովմասյանին հեռացնելու ու դրանից հետո Թագուհի Թովմասյանին հեռացել այդ նիստի ժամանակ Ռուստամ Բաքոյանը ու Արթուր Հովհաննիսյանը ցուցաբերած խուլիգանական պահվածքի համար որ վիրավորանքներ են հնչեցրել ման դատանի որոշում կա որ պիտի ներողություն խնդրեն երկուսն էլ ներողությունը չեն խնդրել եւ երկուսով էլ քրեական վարույթ կա նախաձեռնել բայց սաղին կլինի Ինչպես է վերաբերում Ռուբինյանի այդ առաջարկին, որ եկեք բարեկիրթ աշխատենք, կառուցողական լինենք։ Ես կարծում եմ, որ այդ առաջարկով ինքը հենց իր ելույթով արդեն իր առաջարկը փշրեց, որովհետև այն խոսույթը, որ ինքը բերում անդիմադիր գործիչների նկատմամբ քննադատական չէ, վիրավորանք պարունակող եւ այլն, դա հենց իր ելույթի մեջ ինքը արդեն միջայլոց ինքը այն կերպարներից է, որը կարծում եմ դուք եք շատ ժամանակ շփվել, ձեր միջոցով ենք մենք իրան ճանաչել, ես անձնական շփումներ չեմ ունեցել։ Ինքը այն գործիչներից չի, որ ցուցաբերի հավասարակշռել։ Որ ունենայիք ձեր թիմակիցների հարցերը նորմալ է, շատ լավ, նորմալ հարցեր։ Մենք հայտարարել ենք Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու օրակարգը, դա մեր գլխավոր խնդիրն է, եւ մեր խնդիրն է նաեւ մեր ժողովրդի հոգսերը լուծելը մեր կարողությունների սահմանադրությամբ։ Սահմանադրությունը տարբեր ռեժիմներ է նախատեսում, նախ հրաժարական կարալի ցանկացած պահի է սահմանադրության Հետևաբար տարբեր հանգամանքներում, տարբեր իրավիճակներում նա ինքը կարող է գիտակցված մոտեցում ցուցաբերի եւ հրաժարական ներկայացնի եւ մենք այդ պահանջը մշտապես ներկայացնում ենք։ Ոչ ինքնակամը ըստ սահմանադրության առաջին հնարավորությունը լինելու է կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, որովհետեւ եթե ազգային ժողովը հավանություն չի տալիս կառավարության գործունեության ծրագրին, ապա վարչապետը իրավունքի ուժը չէ, հիմա դուք իրան տենց ես սխալ եմ համարում էլի падգամավորներին որպես մեկ խմբավորում դիտարկելը, որովհետև սահմանադրությամբ յուրաքանչյուր падգամավոր առանձին ներկայացնում ժողովրդին։ Հիմա չգիտենք թե կառավարությունից ծրագիր ներկայացրել, կարող է այնպիսի ծրագիր ներկայացնի, որ ԿՊ-ում գտնվեն մարդիկ, ովքեր որ դեմ լինեն այդ ծրագրին կապված դրա բովանդակությունից։ Հիմա երբ որ դեպք կլինի կամ նման падգամավոր կլինի, որ դեպք կստորագրվի։ Մի քանի օր հետո կարծում եմ այդ առիթը կունենա։